Ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վրաստանի գործընկերներին մանրամասն ներկայացրել են, թե TRIP նախագծի իրագործման համատեքստում ինչ է տեղի ունենում Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը TRIP-ը ըստ վարչապետի պիտի դիտարկեն որպես հնարավորություն։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանն ընդունել է Steven Nexin միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիական տարածաշրջանի տնօրենին։ Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև համագործակցության շարունակական զարգացումը։ Դատարանը եւս 2 ամսով երկարացեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը։ Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել նրա կալանքը եւս 3 ամսով երկարաձգելու մասին, մինչդեռ պաշտպանական կողմը միջնորդել էր խափանման միջոց սահմանել տնային կալանքը եւ 20 միլիոն դրամ գրավ։ Քաղաքացիական պայմանագրի խմբակցության падգամավոր Վանիկ Օհանյանն ընտրվել է ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն եւ ցավակցություն հայտնել գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեի եւ բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ։ Միլանի Ինտերը սոցցանցերի իր պաշտոնական էջերում նոր հրապարակում է կատարել այս անգամ հատուկ ուշադրություն դարձնելով իրենց հայ երկրպագուների եւ թիմի փորձառու կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանին։ Լսեք Մխիթարյանի խորհուրդը, հետևեք մեզ Հայաստանի համար ստեղծված այլ բովանդակության համար։ Գրված է հրապարակման մեջ։